Բացարձակ արժեքի հյուրն էր Էրիկ Շահբազյանը, շատերին հայտնի Թութու Լավան։ Star News-ը հետևեց զրույցին, իսկ զրույցը սկսեցին ամենաաղմկահարույց թեմայից, որ կապված էր Պետեկամուտների կոմիտեի հետ։ 109 միլիոն տուգանքի փորձ, ինչ իրավիճակում է գտնվում խնդիրը։ Չեմ ուզում այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ ցավ ա պատճառել։ Վերջնական դեռ չի որոշվել ինչ է լինելու, պետական գաղտնիք է ստորագրված, ինձանից չի կարա դուրս գա ինչ է որոշվել։ Ընթացքի մեջ ա, փառք Աստծո ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ։ 6 ամիս հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել։ Պետեկամուտների հարձակումը, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը։ Որպես մեր հայաթի քեռի կամ մի հոպար շատ վատ բերան ունեցող հայհոյանքներով մարդ եմ վերաբերվում իրեն։ Իրա նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարողանում է անդրադառնա։ Շատ մարդիկ չիմանալով ճշմարտությունն իր ասածներով ենթադրություններ են անում։ Վերջերս Էրիկը հանդես էր եկել մի տեսանյութով, որտեղ նշել էր, որ առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր կլիներ։ Նրա կարիքը կա այս պահին, ինչպես մեկնաբանեց այս միտքը։ Ես հավատում եմ, որ Վարդան Ղուկասյանն ապաշխարելու է։ Իմ վիդեոներից մեկում ասել եմ. «Ղուկասյան ջան, Սողոսը որ դարձավ Պողոս, դուք ով եք, որ չդառնաք»։ Նա բանտից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծուն ծնկի չգա։ Ես հավատում եմ, ինքը փոխվելու է ու իրա համար աղոթում եմ։ Ինքն ուժեղ զենք է սատանային տրորելու համար։ Ես չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթել։ Չարությունով չեմ լցված, դա իր միջի հակառակորդն է, որովհետև ինքն էլ է Աստծու ստեղծած։ Նշենք, որ «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում Մհերն ու Արան ևս անդրադարձել էին Վարդան Ղուկասյանի ազատագրման փաստին, որը վերջերս տարածվեց ԱՄՆ միգրացիոն ծառայության կողմից առ այն, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալված է երկիր մուտք գործելու ժամկետի հետ առաջացած խնդրի պատճառով։ Մհերը արտահայտեց իր տեսակետը։ Եթե հանկարծ Աստված մի արասցե, ԱՄՆ-ը որոշում կայացրեց Վարդան Ղուկասյանին արտահանձնել Հայաստան կամ Ռուսաստան, նրա կյանքին հստակ կարող է վտանգ սպառնալ։ Ես վստահ եմ, որ մարդկային ողբերգության կարող ենք ականատես լինել։ Արա Ղազարյանը նույնակարծիք գտնվեց։ Վարդան Ղուկասյանը մեր ժամանակների հերոսն է։ Հերոս և ճակերտներով, և բառի բուն ու փոխաբերական իմաստներով։ Նախկինում նման լեքսիկոնով քաղաքական գործիչ չէր կարող լինել, և նախկինում հայ կանայք չէին կարող հետևել ու ոգեշնչվել նման հայհոյախառը ելույթներից։ Նա եկել ու ասել ա, որ թագավորը մեր կա։ Նշենք, որ ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն առաջիկա օրերին կամ ազատ կարձակվի, կամ կշարունակի կալանքի տակ մնալ։ Լաս Վեգասի դատարանը քննել է անազատության մեջ գտնվող Ղուկասյանի խափանման միջոցի հարցը և հեռացել խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու։ Նախագահող դատավորը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ արդյոք ազատության մեջ հայտնվելու է Վարդան Ղուկասյանը, թե շարունակելու է մնալ անազատության մեջ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Ազատության հետ զրույցում ասաց Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ ԱՄՆ-ի մաքսային և միգրացիոն վարչության համաձայն Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն գործընթացի շրջանակներում։ Ըստ ամերիկյան կողմի, Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի, դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Բոլոր այս հարցերի քննությունը կշարունակվի այն բանից հետո, երբ դատարանն առաջիկայում հրապարակի Վարդան Ղուկասյանին կալանքից ազատ արձակելու հարցի շուրջ որոշումը։ Նախկին ռազմական ոստիկանի շահերի պաշտպանող 4 ամերիկացի փաստաբաններից բաղկացած պաշտպանական խումբը դատական նիստի ընթացքում ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանում Վարդան Ղուկասյանի դեմ մի շարք հոդվածներով հարուցված քրեական գործի, ինչպես նաև նրան արտահանձնելու Հայաստանի իշխանությունների միջնորդության վերաբերյալ։ Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցրել էր՝ Հայաստանում որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, անգամ եթե այդ մեկը հայհոյում է իշխանություններին։ Հա ինչ, քիչ մարդ ա հայհոյում։ ԴՕԿ կուսակցության ղեկավարը Հայաստանում մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, նա մեղքը սակայն չի ընդունում։ Վարդան Ղուկասյանին ազատ արձակելու հարցի շուրջ որոշում կայացնելու նպատակով խորհրդակցության սենյակ հեռացած դատավորը կոնկրետ ժամկետ չի նշել։
Թե երբ կհրապարակի որոշումը, փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասում է, թե ամերիկյան օրենսդրության համաձայն, եթե կոնկրետ ժամկետ չի նշվում, ապա որոշումը հրապարակվում է 1-2 օրվա ընթացքում։ Ողջամիտ ժամկետը պետք է լինի 24 ժամվա ռեժիմով, մինուս պլյուսով, նշել է նա։ Ես կարծում եմ, որ բոլոր հիմքերը առկա են 1 ժամ շուտ, որպեսզի Վարդան Ղուկասյանը շարունակի իր գործունեությունը ազատության մեջ։ Ոնց են վերաբերվում են մարդկանց, ովքեր ինձ վրով վատ վիդեոներ են անում կամ վատ կոմենտներ են գրում։ Ես իրանց արհամարում եմ ու Աստծուս ամենակարող Հիսուս Քրիստոսից աղոթում եմ, որ իրանց ների։ Այդքանը։ Իմ ու իրանց տարբերությունը այն է, որ իրական կյանքում ես ապրում եմ շատ երջանիկ, ընտանիքիս հետ, ոչ դարդ ունեմ, ոչ ցավ ունեմ, ամենակարող Հիսուս Քրիստոսի իմ պապանա ու ինչքան լուրջ ընկերություններ կա իմ հետ համագործակցումը։ Հիմա իմ բան ու գործս թողեմ ընկնեմ տես մարդկանց հետևից, իրանց ուզացնել դա է։ Նայեք, չարին չարով դու չես կարա պատասխանես։ Դու իրավունք չունես, եթե Հիսուս Քրիստոսին ճանաչում ես իրականում։ Ես ճանաչում եմ ու իմ պապան գիտեմ, որ ասում է դու չես դատավորը, ես եմ։ Դու արհամարի կամ եթե լավ եղբայր ես, իրանց համար աղոթի։ Չէ որ ես եմ էլի իրանց ստեղծե։ Իրանք դևով բռնկված են։ Սատանան իրանց միտքը տարել է ու իրանք շեղվել են ճիշտ ճանապարհից։ Իսկ ճիշտ ճանապարհը գտնելու համար ինչ պետք է անես։ Հիսուս Քրիստոսին ամենակարող Աստծուն աղոթես։ Այ ոչ թե Հիսուս բառը լսելով ասես դու աղանդավոր ես, մենք առաքելական ենք, իսկ դու ավետարանչական։ Ուրը լավ եղբայր կամ իմ քույր, դուք եղեք առաքելական, թող ես լինեմ ավետարանչական, բայց չէ որ մենք մեկ Աստծուն ենք հետևում։ Տարբերությունը ո՞րն է։ Ես շատ սիրում եմ մեր հայ առաքելական եկեղեցուն, ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու նաև անդամ, որովհետև տարբերություն չեմ դնում։ Իմ պապան Հիսուսն է, դա ճյուղեր են, որը ունի իր տարբերությունները մի քիչ ավել պակաս, բայց ես հետևում եմ Հիսուս Քրիստոսին, ոչ թե եկեղեցու այդ ճյուղի անվանը։ Դուք կենտրոնանում եք շինությունների վրա, դուք կենտրոնանում եք մարուկների վրա, բայց չեք կենտրոնանում ամենակարող Հիսուս Քրիստոսը ինչ է ուզում։ Ասում եմ մի հայոյի քո եղբորը, որը ես եմ ստեղծել։ Մի գնա վատ կոմենտներ գրա, մի վիդեոներ արա անցյալից բաներ հիշացրու, չէ որ դու իմ զավակին ես կպնում։ Հիշում եք, չէ, մի 2 ամիս առաջ մեկն էլ կար հելավ Աստծուն հայոյեց, ինչ ասես չասես հիմա ուրա։ Ու իր նման հետևորդները ու իր նման մարդիկ, ով որ Աստծուն հայոյեց, ով որ փորձեց իր զավակին վատ բան արեց, պատժվելու է։ Ես ցավով եմ ասում, ես չեմ ուրախանում այս բանը ասելով։ Ուղղակի ասում եմ զգույշ եղեք ձեր բառերից։ Դու Давай, снова седая нож, деньги. Снова седая нож, и только ей доверяю век. Чай! Седая ночь, Муа! и все мои тайны. О, все. Подожди, деньги. Не все, вот это 5. Я все у тебя, ага, все. Давай. Ту, лава.